Դե ինչ, հետևեցինք հետագծին, իսկ հիմա ժամանակն է հետևել մեր շատ սիրելի հոգեբան Մարիամ Մեհրաբյանի արդար ու ճիշտ խորհուրդներին։ Անցյալ անգամ մեր տաղավարից խոսել էինք ընտանիքի ներսում իրար արժե զրկելու արատավոր վարքից եւ խոսակցությունը այնքան մեծ էր, թեման այնքան ընդլայնված էր, որ կիսատ մնաց, այնպես որ այսօր շարունակելու ենք Մարիամ, բարի առավոտ։ Մարիամ, բարի առավոտ։ Բարի լույս, արժեքավոր օր բոլորիս, այսօր արժևորելու ենք մեր բոլոր կողմերը, քանի որ դուք հիշում եք, որ այսօր ունենք մաս 2, արժե զրկում, թե քննադատություն։ Մարիամ, այստեղ շատ հարցեր են ծագում բոլորիս մոտ։ Ես երբ մտածում էի այս թեմայի շուրջ, առաջինն ինչ մտքից եկավ այն փաստն էր, երբ շատ անգամ մենք երեխաներին մեկը մյուսին օրինակ ենք բերում, հա։ Մտածելով այն մասին, ես որպես մայր, ով ունի 2 երեխա, միշտ մյուսի լավ կողմը օրինակ եմ բերում մյուսին։ Անշուշտ հակառակն է լինում, հա, այսինքն միշտ չէ, որ մեկն է ուղղակի այսպես պատժվածի կարգավիճակում։ Բայց հետևելով ձեր խորհուրդներին հասկանում եմ, որ միգուցե սխալ եմ անում, բայց վստահ եմ, որ շատ ծնողներ հիմա դիտում են ու իրենք են այդ նույն քայլն անում։ Եկեք հասկանանք, եթե լավ հատկություն է եւ դու լավն ուզում ես բարձրաձայնես, արդյոք սա ստացվում է, որ դու արժեզրկում ես երեխայիդ։ Սիրելի Նելի, շնորհակալ եմ բոլոր ծնողների անունից այս հարցի համար, որովհետև վստահ եմ բոլորը դրա կարիքը ունեին։ Երբ մենք մեր երեխաների դրական լավ արարքները, անձնային հատկանիշները բարձրաձայնում ենք, մենք դրանով չենք արժեզրկում մյուսի լավ արարքը եւ լավ հատկանիշը, բայց արժեզրկման մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ ասում ենք տես, նա կարողացավ ստանալ բարձր գնահատական, իսկ դու անգամ միջակ գնահատականը չես կարողացել վաստակել։ Նա շատ լավ մաքրեց հատակը, իսկ դու անգամ քո բաժակը տեղը չես դնում։ Այս տոքսիկ համեմատությունների մեջ ծնողները հաճախ չեն նկատում, որ արժեզրկում են մյուս երեխայի այն դրական կողմը, որը այդ պահին չի նկատվում, որտեղ երբ որ ինչ-որ մեկի մոտ այդ ոլորտում ուշադրություն, այդ հատվածում լավ է ստացվում եւ այն մյուսի մոտ դա վատ է ստացվում, համեմատության մեջ կորում է այն երեխան, ով այդ պահին մի փոքր թերացավ այդ ոլորտում, որովհետեւ եթե ինչ-որ մեկը լավ է ապարում, ապա մյուսը լավ է երգում, չի կարող ամեն տեղ լավ ապարող երեխայի կողքին մյուս երեխան պարտադիր լավ պարել։ Այս պարզ օրինակի վրա ինձ թվում է մենք այս հարցը արժեզրկման ծնողների համար կբացահայտենք, որովհետև եկեք երեխաների անունից ես ձեզ ասեմ, որովհետև վստահ եմ, որ այդպես ավելի հեշտ է ճանապարհը։ Սիրելի ծնողներ, իսկ պատրաստ եք, որ երեխան մեկ ծնողի լավ արարքը համեմատի այդ ոլորտում ձեր ոչ այնքան գերազանց արարքի հետ։ Ես լսում եմ ձեր պատասխանը, իհարկե ցավոտ է։ Մենք դա ենք տեսնում, իսկապես մենք այդ փաստն ենք հիմա հանդիպում, երբ երեխաները դա են ասում, օրինակ պապան այս բանը շատ լավ արեց, մամայի տարբերություն քեզ։ Սա էլ ենք լսում եւ ես դա որպես առողջ քննադատություն ընդունում եմ եւ շատ հումորով։ Իսկ ես որպես հումորով մայր պատրաստ չեմ։ Ես որպես մայր պատրաստ չեմ նման համեմատության։ Ես վերջնականորեն ձևակերպեմ Նելի մտահոգությունը, որտեղ նա իսկապես շատ կարևոր խնդիր է բարձրաձայնում։ Նելին հրաշալի մայր է, գեղեցկուհի, խելացի եւ արդարացման կարիք բնավ չունի, բայց հարցը բոլորիս համար է։ Մենք պարտադիր պետք է այդ պահին նաեւ երեխայի թերացող կողմի մասին հոգատար լինենք, որովհետեւ այն ինչ որ լավ է ստացվել եւ մենք բարձրաձայնում ենք, դա հրաշալի է, բայց եկեք մի կարևոր օրենք որդեգրենք, բարձրաձայնենք այն արարքները, գործողությունները, որոնք լավ են ստացվում, իսկ թերությունների մասով, թերացումների մասով հիշենք, որ մարդը ի սկզբանե սխալական է եւ հատկապես այդ սխալները կարևոր են երեխաների աճի եւ զարգացման համար։ Նելին ուզում է, որ մենք լավ օրինակը դարձնենք վարակիչ ամբողջ ընտանիքի համար, կլինի հայրը, մայրը, թե երեխաներից որևէ մեկը։ Լավ օրինակը դարձրեք վարակիչ, բայց ոչ թունավոր համեմատման միջոցով։ Սա է օրենքը բնության մեջ։ Մարիամ, այն երեխաների պահով արդեն հասկացանք։ Եկեք վերադառնանք նաև զույգերին։ Այստեղ է ամենամեծ կոնֆլիկտը լինում, որտեղ որ մեր իրականության մեջ շատ անգամ տղամարդիկ են փորձում կարծես թե նսեմացնել կանանց, նկատողությունները վերածել շատ ավելի բարդ խնդիրների եւ դրանից է հենց ընտանիքում բարդություններն առաջանում։ Եկեք այստեղ մի փոքր խոսենք։
Ես իրականում փոքր դիտարկում ունեմ սոցիալական հարթակներում, հենց մեր համագործակցության շրջանակներում, որ կանայք ավելի անխնա են իրենց քննադատությունների եւ սուր նկատողությունների մեջ, իսկ տղամարդիկ կարող են շատ ուղիղ լինել եւ ոչ ժամանակին, բայց հավատացեք, սուր լեզու ունենալու տեսքով տղամարդիկ կանանց չեն հասնի։ Սա շատ պարզ երևում է մեր մեկնաբանություններում, հատկապես երբ պետք էր անդրադառնալ կնոջ արժեզրկմանը, կանայք այդտեղ ակտիվ անդրադարձան տղամարդկանց թերություններին, իսկ տղամարդկանց արժեզրկման ժամանակ տղամարդիկ լուռ էին եւ կարծես թե խնայեցին կանանց։ Չնայած դա դեռ չի ապացուցում, որ ներընտանեկան հարաբերություններում, երբ նա աշխատանքից գալիս է տուն դուռը բացում է եւ սկսվում է քննադատությունների շարքը, բայց չէ որ մենք անցյալ անգամ սովորեցինք գրկախառնության ոսկե օրենքը, ժպիտի ադամանդե կանոնը, որպեսզի կիրառենք մեր ընտանիքներում։ Այնպես որ, եթե մենք այսօր արժեզրկման եւ քննադատության տարբերությունից խոսենք, շատ շահեկան դիրքում կհայտնվեն մեր զույգերը, որոնք մեր ուշադրության կենտրոնում են, մեր ընտանեկան ջեր մթնոլորտը հաճախ փոխարինելով քննադատության մթնոլորտով, որևէ մեկը դրանից չի շահում։ Ուշադրություն։ Արժեզրկումը այն է, երբ ձեր արարքները ասում են ոչ մի բանի պետք չէ, առանց դա էլ կարող ենք եւ քեզ ով էր խնդրել դա անել, սա արժեզրկումն է։ Քննադատությունը, երբ սուր խոսք է գալիս քո հասցեին, որ քեզ մոտ այդպես էլ ոչինչ չի ստացվում։ Քո արած արարքը շատ անորակ է։ Տեսեք, քննադատության մեջ սուր, ուղիղ, ծակող համեմատությունը եւ արժեզրկման մեջ ամբողջությամբ կացնահատելը մարդու գործողությունը։ Երկուսն էլ այնպիսի բևեռային հասկացություններ են, որ ուղղակի պետք է դրանցից հրաժարվել եւ կառուցողական ճանապարհով, որը այսօր օրվա վերջում գործընկերներիս օգնությամբ մենք ձեզ կներկայացնենք։ Գիտեք, Մարիամ, իմ խորին համոզմամբ արժեզրկելու այդ արատավոր կուլտուրան ինքը չի ճանաչում սեռ։ Իհարկե, մեկ այլ հարց է, երբ դա ունի հստակ վիճակագրություն, որով կարող ենք արդեն բաժանել, ավելի շատ մեր երկրում կամ մեկ այլ երկրում արժեզրկում են կանայք, թե տղամարդիկ։ Մենք նախորդ թողարկման ընթացքում խոսեցինք արժեզրկումից եւ խոսեցինք ավելի կենտրոնացած կանանց վրա, այս անգամ է կարծես թե Նելին փոքր-ինչ փորձեց այդ կենտրոնացումը որպես մայր եւ երեխայի։ Սամվել, բայց եթե նկատել եք, ես միշտ բալանսը պահում եմ։ Միշտ Մարիամ, միշտ։ Եվ հենց դրա մասին եմ ուզում խոսել, եկեք հասկանանք, թե մեր երկրում առավելապես որ գործողություններն են ընտանիքում կամ որ արտահայտություններն են, որոնք կարող են արժեզրկել տղամարդուն։ Սիրով այդ ցանկը կներկայացնեմ, ինչքան էլ որ չի ցանկանա, որ այդ արտահայտությունները լինեն, բայց քանի որ կան, մենք աչք չենք փակում թերությունների վրա, որոնք մարդկանց դարձնում են դժբախտ։ Քո արածը ում է պետք։ Քեզ ով էր խնդրել, որ դու դա անեիր։ Իրականում արածդ ինչ է։ Ես հասկանում եմ, որ դու դա արել ես եւ դա պետք է միայն քեզ։ Այս անճաշակությունը որևէ տեղ չես կարող օգտագործել։ Տեսեք, այս արտահայտությունները իրականում սեռ չեն ճանաչում, բայց եթե գնաք եւ մեր նախորդ թողարկումը լսեք, մենք նրանց բաժանել ենք, որոնք են ավելի շատ կանայք օգտագործում, որոնք են ավելի շատ տղամարդիկ օգտագործում իրենց ընտանիքներում։ Ուստի բաժանենք հետեւյալի. կանանց համար արժեզրկման ամենացավոտ անկյունը դա ինքնագնահատականը իջեցնող արտահայտություններ են կատարված գործողությունները արժեզրկելուն, հատկապես տանը կենցաղում իրենց գործողությունների հետ կապված եւ արտաքինի հետ կապված։ Տղամարդկանց մասով դա հիմնականում լինում է նվերների, անակնկալների կամ որևէ կազմակերպված միջոցառման տեսքում եւ դրա բևեռային կողմը այն է, որ արդեն այն սերունդը, որը այսօր գալիս է զբաղեցնելու երիտասարդ ծնողների տեղը, շատ գունագեղ կազմակերպում է սիրո առաջարկությունները, երեխայի սեռի մասին բացահայտումները, որովհետեւ դա արդեն կոմպենսացիան է ծնողների սերունդի, որտեղ տանը բազմաթիվ անգամ հնչել է, որ ամեն ինչ մոխրագույն է, դու ինձ համար այդպես էլ չարեցիր ոչինչ, քո բերած մեխակները, քո տված, ինչպես էր ասում, երկաթե կտորը, դա իրականում կարող է նաև ամուսնական մատանուն վերաբերվել։ Սիրելիներս, որդեգրում ենք մի քաղաքականություն, որ այս ամենը բառամթերքի մասով չի կարելի, որովհետև այստեղ կան այնքան փափուկ արտահայտություններ, որ եթե դուք ուզում եք ձեր զույգի հետ աճել, ուղղակի պետք է օգտագործել հետևյալ կերպ։ Անցնենք լուծումներին, սիրելի գործընկերներ։ Այո, անցնենք։
Անցնենք իրականում շատ հրաշալի բան նշեցիք, Մարիամ, մի նախադասություն եմ ես միշտ առանձնացնում, որը դուք նշեցիք, բայց ես քեզ խնդրել էի։ Այո։ Ֆանտաստիկ նախադասություն է իսկապես եւ եկեք Կացնատող նախադասություն է։ Այո, ֆունդամենտալ ըհը գործանող նախադասություն է։ Եկեք հասկանանք, Մարիամ, թե ինչ լուծումներ կան այս իրավիճակում։ Լուծումները այնքան գեղեցիկ ու հեշտ են, ինչպես ասում է, ամեն հանճարեղ բան շատ պարզ երևույթի մեջ է։ Գնացինք։ Լուծում 1. Ընտրում ենք արտահայտությունները փափուկ, բայց երբեք չենք լռում այդ մասին, որտեղ մեր նաև ինքնավստահության վարպետաց դասի մեջ մենք սովորեցինք արտահայտվել։ Օրինակ, երբ ձեզ համար շատ կարևոր է, որ ձեզ համար պատրաստվող միջոցառումը, նվերը, անակնկալը, գործողությունը աչքի ընկնի, ես միշտ նկատում եմ, որ մարդկանց համար կարևոր է ասել, որ ես դա արել եմ, որ ինձ մոտ դա ստացվել է եւ ես դա արել եմ մեծ սիրով հենց քեզ համար։ Երբ այս նախադասություն լռությամբ է ուղեկցում, ուղղակի արվել է եւ սպասում է արձագանքի, հավատացած եղեք, արձագանքը նաեւ սպասում է մեկ այլ արձագանքի։ Սովորում ենք մեր գեղեցիկ զարդարած տունը, համեղ կերակուրը կամ գեղեցիկ գնված ծաղկեփունջը ասել, տես ինչ մեծ սիրով եմ սա պատրաստել քեզ համար։ Կարծում եմ այս արձագանքը կբերի շատ դրական արձագանքի հեղինակի կողմից կամ արժեզրկող կողմից, արժեզրկողի կողմից, որի մասին մենք այսքան խոսում ենք եթերում։ Հաջորդ լուծումը հետևյալի մեջ է։ Գիտեք, ունեցեք անկեղծության երեկոներ, սա ընտանիքներում ամենագեղեցիկ մշակույթը կարող է լինել, երբ անկեղծության երեկոյի ժամանակ նախ կարելի է նրբանկատորեն ասել ինչը չեք սիրել եւ հավանել ձեր հանդիպումների եւ տարիների ընթացքում եւ այդ ժամանակ դա չի լինում քննադատություն, արժեզրկում, վիրավորանք, պիտակավորում, այլ լինում է անկեղծություն։ Չէ՞ որ իսկապես կարելի է անկեղծ ասել, որ ինչ որ մի բան չեք հավանում, բայց չի կարելի դա ասել այն պահին, երբ մարդ իր ամբողջ էմոցիաները ներդրել էր դա կազմակերպելու համար։ Իսկ անկեղծության երեկոները կշտկեն անշտկելին։ Եվ երրորդ կարևոր լուծում այսօրվա համար հետևյալն է, որ ձեր մշակույթը փոխանցվելու է ձեր երեխաներին եւ հաճախ եկեք արժեզրկման քննադատության երևույթին նայենք երեխայի պարզ աչքերով եւ կտեսնենք, որ երեխայի պարզ աչքերով ամեն ինչ շատ գեղեցիկ է եւ կարևոր է, որ դա կա։ Գիտեք, երեխաները հաճախ չեն սպասում ճոխություն։ Ես շատ հաճախ, երբ ծնողը կասի, որ իմ երեխան պահանջկոտ է եւ ինձանից պահանջում է այս կամ այն միջոցառումը, զարդը, զարդարանքը, ես հասկանում եմ, որ նա արդեն հասցրել է երեխային դա ուսուցանել։ Իսկ ամենապարզ, մաքուր, մանկական աչքերում կարևորը ծնողները այսպես թևանցուկ սպասում են, որ երեխան իր տորթի մոմերը փչի, կամ դպրոցի մոտ սպասում են, որ նա իր միջոցառումից դուրս գա եւ հայրիկից ստանա իր սիրելի ծաղկեփունջը։ Այս ամենը իհարկե կարող եք տեսնել նաեւ հետևելով մեզ, որովհետեւ մենք անխնա գիտությունը եւ հարաբերությունները իրար մոտեցրած նվիրում ենք եւ մատուցում ենք ձեզ ամենապարզ ձևով։ Շնորհակալ եմ իմ գործընկերներին։ Մենք ենք ձեզ շնորհակալ, Մարիամ, ամենայն անկեղծությամբ շատ շնորհակալ ենք, իսկապես ելի հեռուստադիտողներ հետևեք Մարիամի բոլոր խորհուրդներին, քանի որ կգտնվեմ անկեղծ եւ ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր օր մենք ունենանք ուղիղ կապ Մարիամի հետ, քանի որ ամեն առավոտ մենք լսում ենք այնպիսի խորհուրդներ, որից հետո ամբողջ օրը ավելի հանգիստ, ավելի խաղ եւ ավելի հավասարակշիռ է ընթանում եւ ես վստահ եմ մեր հեռուստադիտողների մոտ նույնպես։ Շնորհակալություն, Մարիամ։ Մարիամ, ես խոսք եմ տալիս անպայման այն կիրառել մոտակա երեկոներից մեկի ընթացքում անկեղծության երեկոն։ Խոսք եմ տալիս անպայման կիրառել, նկարել, ես արկել փոքրիկ այսպես տեսահոլովակ, հասկանալով, որ անկեղծության երեկոները միշտ չէ որ լինում են լարված։ Այնտեղ կարող են հնչել տարբեր նախադասություններ, բայց վստահ եմ իմ ընտանիքն իմանալով, որ վերջում բոլորը գրկախառնության շուրջ են ավարտելու սա։ Որպես օրինակ սա անպայման վերցրեցի, կիրառելու եմ եւ անպայման թող այն դառնա մեր բոլորի համար երեկոներից մեկը, որը կլինի իսկապես անկեղծության երեկո։ Շատ լավ նախադասություն։ Ամեն օր կարող եք ձեզ համար, ձեր ընտանիքի համար, ձեր սրտի համար, ձեր երեխայի հետ հարաբերություններ ստեղծելու համար մի նախադասություն վերցնել եւ վստահ եմ, որ մենք կունենանք շատ առողջ հոգեկան իրավիճակ ունեցող հասարակություն։ Շնորհակալություն, անցնենք առաջ, ինչ եմ սպասվում հիմա, Սամվել։ Գիտեք, Նելի, ես կարծում եմ, որ մեզ մարսել է պետք այս ինֆորմացիան, իսկ լավագույն միջոցը մարսելու այս ինֆորմացիան կարճատև դադարն է։ Կվերադառնանք կարճատև դադարից հետո։